Հայ ֆանատը ներկայացնում է Այցելեք Երևան Պոկեր այսօր, պոկերի առաջին հայկական ակումբը ինտերնետում, Երևան Պոկեր, մենք փնտրում և պատրաստում ենք հաղթողների։ Ողջույն, շնորհակալ ենք, որ ընդունեցիր հրավերը եւ այսպես երբ կլինեն նորություններ, նոր աշխատանքներ տեսողական CD-ի տեսքով։ Ներքին արդեն կա սինգլ 4-3 շաբաթ առաջ ռադիոներ եղել, ռադիոարատով, որ բոլոր ռադիոներով արդեն սեպը շնորհակալ կա նոր աշխատանք Փարիզում ապրող շատ աղանդավոր նատող արվատի հետ համատեղ աշխատանք, որի վերաշտով տեսալվակ ենք կարելու ու տեսալվակի նախապատրաստական աշխատանքներն ենք տանում հիմա պլյուս դրան էլի սինգլներ, էլի տեսալվակի տեսքով կլինի երկու առանձին դուետ, չափսում ասան խոսքում նորություններ Չեք մտածել մենահամերգի մասին։ Իմ ֆորմատն էցա, որ մենահամերգից սխալ ասել է Կլուբն է ավելի շատ ինչ-որ։ Կարող ոչ մեկ կարող կլուբներ լինի, չնայած հիմա այս վերջի շրջանում մենակ կլուբն է, բայց ավելի մեծ մասշտաբով աղանջում է ավելի մեծ ծախս։ Իսկ այս երաժշտական ոճի համար պետք է որ ամեն ինչ սկսած ամենակարևորը զուգից լինի իդեալական ու մաքուր, որպես մարդիկ մաքսիմում բավականություն կանացնան։ Ոնց որ պլանավորում ենք, բայց չեմ կարող ասեմ երբ կլինի։ Ըստ քեզ որն է քո ամենահաջողված գործը այսքան տարիների ընթացքում։ Ինձ դժվար է ասել, բայց այն որ այդ մարդկանց կարծիքով շատ բաժանում է, որ ամեն մեկը տարբեր կարծիք ունի գործերի մասին, այսինքն ամեն մեկի համար իմ ամենալավ գործը հենց չի որ բոլորը նույնն են ասում, սաղի համար տարբեր է, ու արդեն կարծիքով լավ է, որ տարբեր գործեր ընդունում են յուրովի, իմ համար մի դժվար է ասել։ Չես ներկայացրել այս տարի Եվրատեսիլին երգ։ Ճիշտ ասած, Էմի հետ սկզբից շփվել ենք, ես 2008-ից հետո չէի ներկայացնում Եվրատեսիլին գործ, ուղղակի Էմի հետ մտերիմ եմ շատ ու մի գործ ներկայացրեցի, ճիշտ ոչ, ճիշտ չի ասել ներկայացրեցի, մի գործ իմ կողմից ոնց որ Էմի տվեցի, որից հետո հիմա վերջի 2-3 օրը վերջացրեցի օֆիցիալ ռեմիքսը արդեն այն երգի վրա, որով անցել է, այսինքն ապրիկոտա ռեմիքսը արել եմ, ունես որ շուտով կլսել։ Ինչպես ես կարծում, ինչ շանսեր ունի Մոմբում երգը Եվրատեսիլին։ Չգիտեմ, բայց ուզում անկեղծ եմ, իմ կարծիքով նույն երգչուհիներից է, որը որ զայնային համտեղարներով անել երգի վիճակի առումով ինքը կարա հաստատ ավելին, բայց չգիտեմ ինչ ռապորցանելով եմ ընտրել այս երգը։ Ստեղ ամեն դեպս ես մաղթում եմ, որ իրամոտ ամեն ինչ լավ լինի, արժանի որ դա։ Հետևում ես արտասահմանյան DJ-ների աշխատանքներին։ Անպայման միշտ։ Ում աշխատանքներն ես ամենից շատ գնահատում։ Դե ժամանակը, որ ժամանակի հետ փոխվում են այդ բնակավարում երաժշտական դիզայները շատ փոփոխական է։ Դե հիմա օրինակ ովքեր որ երաժշտության հետևում են, ասենք կան շատ հայտնի դեպքեր, օրինակ ում է
դե ասենք լեգենդներից կարող է որ չի քննարկում, միշտ լսում եմ, միշտ նայում եմ, շատ կան, ու իմ ամենակարևորը, որ շատ նոր դեպքեր կան, որոնք իրոք շատ լուրջ, նոր ձևով հանդիսգելու եղանակ է փոխում այդ սֆերայի մեջ։ Ես կուզենայի, որ ստեղ ավելի զարգանալ է, մի քիչ ավելի ջայլություն ուշադրություն դարձնել, որովհետև այդ մասսայական երաժշտությունն է, երիտասարդական երաժշտությունն, բացի նրանից, որ դրա տակ կարելի է ապարել այդ երաժշտության միջոցով կարելի է ինչ-որ բան ասել ու մասսայական, այսինքն մեծամասնությունը, որ լսի հասկանա, մեր քաղաքում լիքը պրոգրես կլինի։ Բայց ըստ քեզ արդեն կա աճը նկատվում է հիմիկվա ստեղ։ Համեմատած իհարկե կա, ոչ չկա, բայց այդ աճը ինքը այն արագությամբ չի, որով որ ցանկալի կլիներ, իսկ այդ արագությամբ լինելու համար սաղ նախադրյալները կան, սկսած ինտերնետից մինչև հեռուստատեսությունը, լիքը պարտիներ, տարբեր ֆեստիվալներ, որոնք կարող մարդիկ մտնեն, նայեն, ուղղակի հետազոտեն, թե համաշխարհային այդ հարաբերակներով հիմա ինչ է խորհում, ինչ են նվագում, ինչ են դաստիարակում։ Ինչպես ես վերաբերվում մրցանակաբաշխություններին։ Որ մրցանակաբաշխություններին։ Մրցանակաբաշխությունները շատ լավ են վերաբերվում, եթե մրցանակաբաշխությունը ինքը իրանով որպես մրցանակաբաշխություն ունի արժեք, որ դու ստանալուց ես մարդ, որը որ ստացավ ու լավ է զգում, բայց եթե տամերը չձևական բնույթ է կրում, որ կազմակերպվում է ուղղակի, հանձնվում են մրցանակները ուղղակի ու որոշվում է Պրոստը որոշում է, որ պետք է այս մարդուն հենց մրցանակ տամ, ինձ այդ ընդհանրապես չի հետաքրքրում ու աշխատում եմ մաքսիմալ ես չմասնակցել։ Այս տարի շատ մեծ էր տարավ, 10 օրվա մեջ 3 հատ մրցանակաբաշխություն եղավ, ըստ քեզ որն էր ամենաարդարը։ Մրցանակաբաշխությունը ինքը եթե տալիս են մրցանակ, իրանք ամփոփում կամ գնահատում են տվյալ մարդու ինչ-որ հարաց։ Եթե նայում ես արտասահմանում, կլինի դերասանների, կլինի գույ արվեստագետի ճյուղի հետ կապված մրցանակաբաշխություն, երբ որ մրցանակ են տալիս, դու զգում ես, որ իրոք այդ մրցանակը որ տալիս են, այդ մարդը ո՞ս ընդունում ու շնորհակալ է, որ գնահատվել է իր ամբողջ աշխատանքը ու մյուս կողմը, որ դու գիտես ինչ աշխատանք արել, դրա համար գնահատվում է։ Իսկ ստեղ չգիտեմ, որ կոնկրետ որևէ հետ ես, բայց ոչ մեկ չգնա։ Եթե չընտրեիր այս մասնագիտությունը, ինչով կզբաղվեիր։ Չգիտեմ, բայց ընտրել եմ արդեն։ Բացի երաժշտությունից չունես, հոբբի ինչով զբաղվում ես ազատ։ Ես մասնագիտությամբ սպորտսման մասնագիտությամբ երաժշտությունն էր հոբբի։ Հետո տենց ստացեց, որ երաժշտությունը եկավ առաջին բան, տենց մնաց։ Չես կարծում, որ կարիերան կարող խանգարի ընտանեկան կյանքին։ Չէ, հաստատ չէ, որովհետև ընտանեկան կյանքում կողքի մարդը եթե հասկացող է, ընդունում այն աշխատանքի ինչ որ դու անում ես, ու հասկանում ես քեզ տարբեր սիտուացիաներում այդ դեպքում չի կարող խանգարող բան լինի ու հակառակը դու պետք է անցնես, որ քո կարիերան չխանգարի քո ընտանիքին, այսինքն ամեն ինչ պետք է համոզել չլինի։ Ոնց որ հաստատ չէ։ Գնահատելով արտասահմանյան շոու բիզնեսը երբեք չես մտածել, որ կարող ես գնալ այնտեղ աշխատել, այնտեղ ներկայացնել աշխատանքներդ։ Ոչ թե երբեք չեմ մտածում, մտածում եմ, հաճախ եմ մտածում ու վերջի շրջանում արտասահմանի թե երաժիշտների, թե պրոդյուսերների, թե ասենք ինչ-որ տարբեր պրոդյուսերական կենտրոնների մարդկանց հետ շփումը կա։ Ու ամենակարևորը, որ այնտեղ արդեն վաղուց հասկանում են այդ երաժշտությունը, որ ես անում եմ, ու աշխատանքի համատեղ արդեն երկար աշխատանքի նախադրյալները կան։ Բայց քանի որ կա տարածություն, բանակցությունները անընդհատ գնում են, բայց գնում են դրական։ Դրանց որ ես այդ ուղղությամբ աշխատում եմ, ինչի՞ չուզում եմ որ լինի, որովհետև դու քո երկրից որպես հայ ու Հայաստանից կլուբի երաժշտություններ հասնել են այն ոչի մեջ, որը որ այսօր այդքան զարգացած չի ստեղ։ Լավ, որ քեզ մտնում են ինտերնետ ու նայում են, որ դու ասեմ տեխնո երաժշտություն ես գնում ու զարմանում են։ Հայաստան, գնում ես Հայաստան, ոնց ասեմ շփում եմ այսօր նախադրյալները կա ու գնի։ Կան Հայաստանում արդյունք քեզ կոնկուրենտ ես համարում։
Այդ հարցը ինձ էլի են տվել շատ են տալու վաղուց Հայաստանում կոնկուրենցիա չկա, ինչի մասին է խոսքը։ Կոնկուրենցիան սենց է, այստեղ կոնկուրենցիա բառը մի քիչ ուրիշ ձև են նայում, ասենք առողջ կոնկուրենցիայի դեպքում պետք է երկու կողմն էլ լուրջ աշխատանք անել, դա որակ, դա մածերալ, որ մարդիկ լսեն, հասկանան, որ այ այս լավ անում կամ այս վատ անում։ Մեր մոտ այդ հլը չկա։ Ու էդի մեր կամ մեր երաժիշտների մեղավորությունը չի, էդիստեղի այդ շուկայի, այդ երաժշտական ճյուղի մեղավորությունն է, որ ինքն չի հասել հակարդակին, որտեղ դու կոնկուրենցիա տաս։ Բայց ամենայն դեպս այն ինչ որ ես անել եմ 2005 թվականից, այս երաժշտական ճյուղի համար ու այս երաժշտական ոճի համար, ու դա երաժշտության Հայաստանում ու Երևանում, ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կա, որը որ այս տարիների ընթացքում այդքան ալբոմ ու դարձյալ ալբոմներից տարբեր տրեկեր ու տարբեր ուրիշ հավաքածուներ պրոդյուսինգ արել, որով ես մենակ ուրախ կտեմ։ Կա ինչ-որ մարդում պրոդյուսինգով դու զբաղվում ես, դեռ աշխատում ես մի Ես չէ, ես կա որ անում եմ առանձին գործերի տրեկերի պրոդյուսինգ, ինչ-որ մի երգի եղել եմ մարդիկ, որոնց հետ մի քիչ ավելի երկարատև եմ աշխատել, քան մի երգով, ասենք մի քանի երգով կամ ալբոմով, բայց ոչ մեկի հետ Շնական բառը մի քիչ սխալ կլինի, բայց ասենք ինչ-որ տարիների աշխատանք չեմ տանում, դա կարող մաքսիմում լինի ալբոմի տեսքով, ասենք ալբոմից ինչ-որ երգերի վրա կլիպ նկարել բան, այդ աշխատանքը։ Հետո բայց կոնկրետ հիմա չկա, որտեղ ժամանակ չկա։ Շնորհակալ եմ վերջում մեր արդյունավանդույթ դարձած հարց, ինչ եք ցանկանում Հայ ֆանատ կայքին և նրա այցելուներին։ Դե ցանկանում եմ այցելուներին էլ սայթին էլ, որ այցելուները միշտ մնան հավատալու իրենց սայթին, միշտ հետևեն ու պարտադիր չի, որ մտնեն նայեն մենակ ծիծաղալու կամ սկանդալ ինչ-որ բաներ, մտեք նայեք հետաքրքիր երաժիշտների, հետաքրքիր երգիչների, այն չէ ինչ-որ ամեն օր տեսնում եք, այն ինչ-որ հետաքրքիր է, այն ինչ-որ թույլ է տալի, որ առաջ գնանք, զարգանանք ու կարևորը որ սայթը միշտ լինի, որ ձեր մտնող նայողները հնարավորություն ունենան միշտ մտնեն ու նայեն։ Շնորհակալություն։ Ձեզ